Հայաստանում բանկային խարդախությունները նոր թափ են ստանում։ Թեև թվայնացման զարգացումը հեշտացնում է ֆինանսական գործարքները, սակայն ստեղծում է նաև հնարավորություններ կիբերհանցագործների համար։ Ամեն օր քաղաքացիները կարող են հայտնվել տարբեր խարդախ սխեմաների թիրախում՝ կեղծ զանգեր, ֆիշինգային կայքեր կամ սոցցանցերում տարածվող խաբեություններ։ Ֆիշինգը, մասնագետների խոսքով, կարող է լինել տարբեր միջոցներով, օրինակ վիշինգ ձայնային տարբերակով։ Եթե ձեզ այդպիսի զանգերով չափից շատ վախեցնում են կամ ուրախացնում, դա կարող է առաջնային նշանը լինել, որ զանգը կեղծ է։ Նման իրավիճակում, ըստ մասնագետների, անհրաժեշտ է զանգարել բանկ եւ ճշտել, արդյոք իրականում որևէ խնդիր կա։ Զեղծարարների զգալի հատվածի բնորանը Հայաստանից դուրս է։ Զանգում են, ներկայանում են բանկի անունից, կարող են մատնել ագնապային շատ այնով, որ ձեզ հիմա փորձում են զեղծարարները կոտրել եւ վարկ ձևակերպել։ Զանգողը հենց այդ զեղծարարն է։ Եթե ձեզանից մեսենջերով կամ հեռախոսով ուզում են ապից շատ տվյալներ, լինում են դեպքեր, որ բանկին են դիմում, բանկը ուղարկում այդ մարդկանց իմ մոտ։ Կոտրած WhatsApp-ներով են կապնվում հայկական համարներով։ Խարդախները անընդհատ փոխում են մեթոդաբանությունը։ Կենտրոնական բանկից ժամին տեղեկացնում են, որ այժմ գումարները շորթում են հիմնականում սպառնալիքով, վախի մթնոլորտ ստեղծելով կամ էլ WhatsApp համակարգը կոտրելով։ Թեև կոնկրետ մեկ ուղղությամբ զեղծարարությունների աճ ըստ ԿԲ-ի չկա, ընդհանուր համապատկերում սակայն աճի դինամիկա կա։ Քանի որ տեսակները անընդհատ փոխվում են, օրինակ ինչ-որ մի տեսակ է առաջանում, դրա դեմ արդեն նոր մեթոդներ են մշակում կամ մարդկանց իրազեկվածությունն է բարձրանում, դրանից հետո փոխում է զեղծարարության նոր տեսակի։ Կախված զեղծարարության տեսակներից կարգավորման, իրազեկման աշխատանքները եւ կանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են, որպեսզի կրեն շարունակական բնույթ։ Կենտրոնական բանկից մանրամասնում են, հստակ զեղծարարության դեպքում որոշակի մեխանիզմներ գործում են, որոնցով հնարավոր է ինչ-որ պայմաններով գումարը վերադարձվի։ Օրինակ, այն դեպքերում, երբ հաճախորդը զանգարել է բանկ, որպեսզի հայտնի զեղծարարության մասին, եւ մինչեւ բանկը բլոկավորել է քարտը, գումարը զեղծարարները քարտից հանել են։ Եղել են այսպիսի դեպքեր, երբ գումարը բանկը կարողացել է հետ վերադարձնել։ Այն դեպքերում, երբ որ մարդիկ են անվամբ իրանց հաշվից այդ գումարը փոխանցել կամ կանխիկացնում են, գնում են ինչ-որ անձի հաշվին մուտք են անում։ Այս դեպքում փոխհատուցման բնականաբար համակարգեր գոյություն չունեն, բայց կան նաև որոշակի դեպքեր, ֆինանսական կազմակերպություն ինքն է, նաև որոշում այստեղ որոշակի փոխհատուցման մեխանիզմներ կիրառի, թե չկիրառի։ Բանկային զեղծարարությունների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է պետության եւ քաղաքացիների համատեղ ջանքերով։ Մասնագետները նշում են, կարևոր են ոչ միայն իրավապահների գործողությունները, այլև մարդկանց ֆինանսական եւ թվային գրագիտությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։